Տիկին Գևորգյան, նաև քանի որ մենք գտնվում ենք նախընտրական փուլում, ահազանգեր են ստացվում, որ տան տերերը տեղյակ չեն, որ իրենց տանը գրանցված են այլ մարդիկ, առանց տանտիրոջ թույլտվության, անձնագրայինը մարդկանց իրենց տան վրա գրանցում է։ Սա արդյոք խախտում չէ, վարչական ռեսուրսի օգտագործում չէ։ Ես կասեի, սա ընտրակաշարք է։ Սա մի այլ ձևով ընտրակաշարք։ Պարտադիր չի գումար տաս ընտրակաշարք համարես ընտրակաշարք։ Պարտադիր չի ինչ որ մեկին խոստում տաս ընտրակաշարք, սա էլ ընտրակաշարք։ Դու ձայն ես փախցնում, այո, մեր Էջմիածինի գրասենյակ էին դիմե քաղաքացին, գրասենյակ էր եկել, եթե չեմ սխալվում, Խաչատրյան Կարեն էին գրանցել իրենց տան վրա, իրենց ընտանիքը բաղկացած էր 4 հոգուց, եւ ամուսինը եկել էր, ասել էր, որ իմ տան վրա գնացել անձնագրային եւ տեսել է իր տան վրա գրանցված անց կա։ Դա նույնպես, քանի որ մեր ներքին գործերի նախարարը իր տեղում չի, ինչպես մնացած այս ՔՊ-ից նշանակված նախարարների իրենց տեղում չեմ, նույնն է տիկին նախարար իր տեղում չի, իրենց հորդորով է, չէ՞ դա արվում, անձնագրայինում է ենթարկվում, անձնագրային բաժիններում են ենթարկվում, ներքին գործերի նախարարությանը, իրենց հորդորով են, առանց իրենց հորդորի, իրենց ցուցումի, ով իրավունք կունենա, անձին գրանցի առանց տանտերերի տեղյակ լինելու։ Եվ եթերից ելնելով կդիմեմ պատկան մարմիններին, իհարկե ես իմ նախկին հարցազրույցում դիմել եմ, կդիմեմ բոլոր, այսպես ասած, եւ ազգային անվտանգությանը, եւ ներքին գործերին, եւ ոստիկանության կդիմեմ, որպիսի ուշի ուշով հիմա հաղորդում եմ տալի Էջմիածինում հասցեն կոնկրետ չեմ հիշում, Խաչատրյան Կարեն անձնավորություններ, որը գրանցվել էր անձանց հասցեմ, թող իրեն գնան տեսնեն, իրենց Էջմիածինը մեծ այդքան է մեծ չի, իրենք կարող են անձնագրայինով ճշտեն, տեսնեն ինչ է կատարվում։ Եվ հետո կտեսնենք իրավապանների քայլերը եւ մենք էլ այդ ճանապարհով նաեւ ուշի ուշով կհետևենք իրենց մնացած քայլերին։